Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Բարև ձեզ հարգելի գործընկերներ, շնորհակալություն, որ այս նախատոնական խառը իրավիճակում ժամանակ եք գտել եւ մասնակցում եք մեր հերթական եւ վերջի այս տարվա պրեզենտացիային։ Մենք փորձել ենք անդրադառնալ հասարակական համերաշխության խնդիրներին եւ այսօր կներկայացնենք մեր պրեզենտացիան խարսման կապված։ Ես կոչել եմ այսօրվա մեր պրեզենտացիան խաչմերոնք, խաչմերուկի որպես զարգացում եւ նկարը կարծում շատ նկարագրական է, կարող եք պատկերացնել, թե ինչի մասին է գնալու խոսքը։ Եվ այսպես մեթոդաբանության մասին, հետազոտության մեթոդը հեռախոսային հարցումներին իրականացվել, հարցումների քանակը 1000 եւ հետազոտության ընտրանքի սխալը 3%, հետազոտության իրականացման ժամանակահատվածը 24-ից 27 դեկտեմբեր 2025 թվական եւ հետազոտության վայրը Հայաստանի Հանրապետություն, ինչպես միշտ ավելի մանրամասն մեթոդաբանություն ներկայացված է, ես նյութը տալու եմ ձեզ եւ կարող եք ծանոթանալ եւ անցնենք հարցերին։ Որոնք են Հայաստանի առջև կանգնած ամենակարևոր հիմնախնդիրները։ 37.1% նշել է անվտանգության հետ կապված խնդիրներ, 23.4% նշել են ցածր թոշակներ, ցածր աշխատավարձներ, 13.8% նշել է տնտեսական վիճակ, 13.3% գործազրկություն, գնաճ ինֆլյացիա նշել է 12%, կրթական համակարգի վատ վիճակ նշել է 11.3%, 9.8% նշել է սահմանների հաստակեցման խնդիրը եւ 8.6% առողջապահական համակարգի վատ իրավիճակ։ Սոցիալական վիճակ աղքատություն 5.3%, օդի աղտոտվածության բնապահպանության խնդիրները 5.1% եւ պետություն եկեղեցի հակամարտությունը նշել է 4.7%, 3% նշել է գերիների վերադարձի խնդիր եւ հասարակության համերաշխության բացակայություն 2.7% նշել։ Մնացածը ավելի ցածր ցուցանիշներն դուք կարող եք հետագայում նայել։ Ինչպես տեսնում եք, պահպանվում է այն խնդիրը, որ անվտանգային հետ կապված հարցի այդ կապված խնդիրները ամենաբարձրն են նշում, դա պատերազմից հետո առաջ եկած այս խնդիրն է, մինչև պատերազմը մեր մոտ, եթե հիշում եք, սոցիալական խնդիրներն էր առաջնային։ Հայաստանում այսօր ամեն ինչ ճիշտ թե սխալ ուղղությամբ է ընթանում։ 13.6% նշել է, որ ճիշտ ուղղությամբ է ընթանում, 22.5% նշել է, որ ավելի շուտ ճիշտ, 22.1% նշել է, որ ավելի շուտ սխալ եւ 34.2% նշել է, որ սխալ ուղղությամբ։ Ընդհանուր մոտ 56-57% նշել է, որ Հայաստանը սխալ ուղղությամբ է ընթանում։ Ինչպես է գնահատում հասարակական տրամադրությունը Հայաստանում վերջին ամիսների ընթացքում։ Սա շատ հետաքրքիր հարց է եւ հետաքրքիր տվյալներ են ստացել։ Մի քանի պատասխան կարող են տալ մեր հարցվողները եւ 32% նշել է անտարբերություն, ապաթիա, լարվածություն, ագրեսիա նշել է 31%, անհանգստություն նշել է 21.1% եւ վախ, տխրություն նշել է 10%։ Բայց մենք ունենք նաև լավ կայուն վիճակ նշել են 18.8% եւ 9.8% նշել է շատ լավ տրամադրություն։ Տեսնում եք գերակշռող տրամադրությունները, որոնք մեր ռեսպոնդենտները նշել են, բացասական տիրույթի մեջ է։ Հավատում եք, որ դուք եւ ձեր նման մարդիկ կարող են ազդել մեր երկրում ընթացող որոշումների վրա։ Միանշանակ այո նշել է 36.9%, ավելի շուտ այո նշել է 17.4%, ավելի շուտ ոչ նշել է 11.8% եւ 30% նշել է միանշանակ ոչ։ Ինչ եք կարծում, Հայաստանում մարդիկ վախենում են իրենց կարծիքը բացահայտ արտահայտել։ Սա շատ կարծում եմ հետաքրքիր հարց է։ Միանշանակ վախենում են նշել է 20.3% եւ 14.4% նշել է, որ ավելի շուտ վախենում են, այսինքն մոտ 35% մեր հարցվողները նշել են, որ մարդիկ վախենում են իրենց կարծիքը արտահայտել։ Իհարկե մենք ունենք նաեւ այլ ցուցանիշ, 15% նշել է, որ ավելի շուտ չեն վախենում եւ միանշանակ չեն վախենում 48%-ը եւ նրանք գերակշիռ, այսպես ասած,
իրենց ցուցանիշներով գերակի շրջան, բայց մենք պետք է վերադառնանք եւ նորից խոսենք այս 35%-ի մասին, ովքեր որ պնդում են, որ Հայաստանում նրանք կան մարդիկ, ովքեր որ վախենում են իրենց կարծիքը ազատ արտահայտել։ Սա կարծում եմ խնդրահարույց ցուցանիշ է։ Ինչպես է գնահատում ընդհանուր քաղաքական իրավիճակը Հայաստանում։ 31.5% նշել է, որ շատ լարված, ավելի շուտ լարված նշել է 31.2%-ը, ավելի շուտ հանգիստ նշել է 23.2%-ը եւ լիովին հանգիստ նշել է 9.6%-ը։ Դժվարացել է պատասխանել այս հարցին 4.5%։ Ինչ եք կարծում, արդյոք հայ հասարակության շրջանում կա համերաշխություն ձևավորելու անհրաժեշտություն։ Շատ կարևոր ցուցանիշ է, 73.4%-ը նշել է, որ միանշանակ այո, 15.8%-ը նշել է, որ ավելի շուտ այո, ավելի շուտ ոչ նշել է 2.7%-ը եւ 6.7%-ը նշել է միանշանակ ոչ։ Տեսնում ենք, որ այդտեղ շուրջ 90%-ը այն կարծիքի է, որ Հայաստանում պետք է համերաշխության ձևավորելու հետ կապված աշխատանքներ տարվեն, դրա կարծում եմ շատ կարևոր ցուցանիշ է։ Որ գործոններն են ըստ ձեզ խոչընդոտում հասարակական համերաշխությանը Հայաստանում։ Շատ հետաքրքիր պատկեր ունենք այստեղ։ Կեղծ տեղեկատվություն եւ մեդիա 32.6%-ը նշել, սոցիալական անհավասարություն 27.8%-ը նշել, պետական կառույցների նկատմամբ անվստահություն նշել է 25.5%-ը եւ քաղաքական բևեռացում նշել է 21.4%-ը։ Կրոնական կամ մշակութային տարաձայնություններ նշել են 15.2%-ը եւ մասնագիտական կրթական անհավասարություն նշել է 7.1%-ը։ Ես կարծում եմ այս առաջի 3 ցուցանիշները շատ կարևոր են եւ պետք է ուշադրություն դարձվեն եւ իշխանությունների կողմից եւ նաեւ ընդդիմությունների կողմից։ Ես կեղծ տեղեկատվությունը, որը տարածվում է տարբեր մեդիաների կողմից, ես կարծում եմ սա շատ վնասակար է ընդհանուր մեդիա դաշտի հետ կապված, որովհետեւ շոկ է գցում այն լրատվամիջոցների վրա, որոնք այդ կեղծ տեղեկատվության տարածմամբ չեն զբաղված։ Որքանով եք վստահում հետևյալ ինստիտուտներին որպես հասարակական համերաշխության պահպանման աղբյուրներ։ Ես որ խնդրեմ օպերատորներին խանգարում եք էլի process-ին։ Կրկնեմ հարցը, որքանով եք վստահում հետևյալ ինստիտուտներին որպես հասարակական համերաշխության պահպանման աղբյուրների։ Եկեղեցին նշվել է լիովին վստահում եմ 55.8%, 15.6%-ը նշել է ավելի շուտ վստահում եմ։ Կրթական համակարգ 27.4%-ը նշել է, որ լիովին վստահում եմ եւ 28.5%-ը նշել է, որ ավելի շուտ վստահում եմ։ Պետական իշխանությունները նշել է 17.8% եւ 20.8%-ը նշել է, որ ավելի շուտ վստահում եմ։ Ամենանվազ ցուցանիշները քաղաքական դաշտն է նշվել 12.3%-ը եւ մեդիան 8.2%-ը։ Ամենաշատը եկեղեցին է վստահում։ Այո։ Ընդհանուր 73%-ը շուրջ նշել են, որ վստահում են եկեղեցուն։ Մի քանի անգամ ավել կամ պետական իշխանություններին։ Այո, ճիշտ է կատարում։ Ձեր կարծիքով որ կառույցը պետք է գլխավոր դեր կատարի հասարակական համերաշխության վերականգնման գործում, այստեղ եւս եկեղեցին ամենաշատն նշվել 28.4%-ը որպես առանձին, ինստիտուտ, կառավարությունը 20.7%-ը նշել, քաղաքացիական հասարակությունը 13.5% եւ անկախ անձինք հասարակական հեղինակությունները 5% է նշվել եւ միջազգային կառույցները նշել են գրեթե 4%-ը։ Բայց մենք ունենք ցուցանիշ բոլորը համատեղ 35.7% է նշել, սա եւս կարևոր է որ բոլորը իրենց ներդրումը պետք է անեն այդ հասարակական համերաշխության ձևավորման համար։